Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառն Մութաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Պատգամ քահանայից դասին ու հավատացյալներին եւ մտահոգություն վարդապետած դասից Մայրաթորը հայտարարություն է տարածել։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատացել է, փաստաբանն է ահազանգում։ Կրկին հրդեհ օկուպացված Արցախում, դիտավորություն, թե պատահար։ Եվս մեկ հայի դատական գործի թղթապանակ ադրբեջանական դատարանում, կատուներ կերակրող ճակերտավոր տերորիստի գործը հասել է Բաքվի դատարան։ Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպի Պուտինի հետ, հայտնի է հանդիպման ժամկետը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության վարդապետած դասը հայտարարություն է տարածել եկեղեցու շուրջ տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների վերաբերյալ։ Վարդապետած դասն անընդունելի է համարում եկեղեցու ներքին կառավարմանը, աշխարհիկ իշխանության միջամտություններն ու սպառնալիքները եւ անհանդուրժելի բարձրաստիճան հոգեվորականներին եւ քահանաներին թիրախ դարձնելու եւ ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։ Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին եւ հավատացյալներին չգայթակղվել եւ չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից եւ հալածանքներից, չոտարանալ մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական եւ խորհրդական կյանքին, հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս, միասնության մեջ պահելով մեր Սուրբ եկեղեցին եւ անսասան Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հիշեցնեմ, որ հոգևոր խորհրդին երեկ չի հաջողվել գումարել Գերագույն ժողով Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած սրբազանների չներկայանալու պատճառով։ Այդուամենայնիվ ներկա հոգևորականներն անդրադարձել են նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Մայրաթորը հայտարարել է, որ բովանդակությունն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաեւ, որ հանձնախումբը որևէ պաշտոնական դիմում չի ներկայացրել քննչական կոմիտե սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամը եզրակացությունը ձեռք է բերել օրենքի ակնհայտ խախտումով։ Սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը միանշանակ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների քայլը։ Տեր Վրթանես քահանայի խոսքով 8 եպիսկոպոսները, որոնք հանդիպել են Փաշինյանի հետ, ազատ կամ արտահայտման հնարավորություն չունեն։ Նրա խոսքով նրանք զրկված են ազատ կամ արտահայտությունից իրենց նկատմամբ շանտաժի, բռնության, նաեւ կոմպրոմատների պատճառով։ Այն 8 եպիսկոպոսները, եւ arczepiskopos-ները, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք ազատ կամ արտահայտության հնարավորություն չունեն, իրենք զրկված են ազատ կամ արտահայտություններից, իրենց դեմ ունեցած շանտաժի, բռնության, նաև կոմպրոմատների պատճառով եւ քանի որ հարցը իրենցի տված հարցն էր, որ ինքը հայտարարություն է արել, ես կարծում եմ իր հայտարարությունը հիմնավոր չէ։ Իր ասած հենց ինքը իրենք կրոնության ուխտը խախտել է։ Ես Ժորժ ջան, այդ հարցը ես քննություն առնողը չեմ։ Թող ասենք այդ հարցերը բոլորը ինֆո ունեք դուք թե չէ։ Չէ, չունեմ։ Ճիշտ ասած, ես ասենք տենց որևէ մեկի անձնական հարցով, այդ թվում իմ համայնքի անդամների անձնական հարցերով զբաղվում եմ այն դեպքում, երբ որ իրենք խոստովանության համար անհատապես գալիս են իմ մոտ եւ ինձանից խորհուրդ են հարցնում եւ փորձում են այդ մեղքից դուրս գալ, ես այդ դեպքում իրենց խորհուրդ եմ տալիս, օգնում եմ։
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում կրկին վատացել է։ Քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն է ահազանգ հնչեցնում։ Նրա խոսքով Ղուկասյանի անձնական բժիշկներին արգելել են այցելել ԱԱԾ մեկուսարան։ Փաստաբանը տեղեկություն ունի, որ բժիշկ Կամո Օմանուկյանը Գյումրիում համայնքապետի առողջական վիճակի մասին կեղծ տեղեկություն է տրամադրել պատկան մարմիններին։ Կամո Մանուկյանը նշել է, որ շաքարային դիաբետը պարոն Ղուկասյանի թեթև տիպի է, բայց դա թեթև տիպ չէ, որովհետև բարձրանում է մինչև 20 եւ կարող է իջնել մինչև 2։ Կա էպիկրիզ, որը տրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կողմից, որտեղ կա ցուցում, որ նա պետք է անցկացվի կոնտրաստ կապեն ստուգելու անևրիզմայի չափերը։ Արդեն շուրջ 1 ամիս է անցել, դա չի ստուգվել։ Այսինքն ո՞նց է դուք բժշկական օգնություն ցուցաբերում մարդուն, եթե դուք դա չեք ստուգել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դատարանը երկարաձգել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը եւս 2 ամսով։ Գրիգորյանի սպանության համար մեղադրվողն ավելի վաղ ասել էր, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել։ Հիշեցնեմ, Վալոդիա Գրիգորյանին սպանել են սեպտեմբերի 23-ին։ Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորումից ի վեր վերջին 5 ամսվա ընթացքում 19 հայցադիմում է ներկայացրել դատարան։ Ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի, մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի եւ Լուսինե Քեսոյանի դեմ, պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Առանձին հայց ներկայացրել է նաեւ ԿՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաեւ բարոյական փոխհատուցման հարց։ Ընդ որում, որոշ անձանց նկատմամբ Կարապետյանը մի քանի հայց է ներկայացրել։ Ադրբեջանի Գաբալա քաղաքում Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցի հանձնաժողովի 12-րդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի քաղաքներից մեկում։ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ Աքիաքա անցակետում եւ Գյումրիում։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության տեղի է ունեցել Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման վերաբերյալ տեխնիկական քննարկման երկրորդ փուլը։ Մինչ հանձնաժողովն ու պատվիրակությունները գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսում են խաղաղության մասին, դա դարձնելով օրակարգային առաջնահերթ հարց, եւս մեկ հայի դատական գործի թղթապանակ ավելանում է ադրբեջանական դատարանում։ Կատուներ կերակրող ճակերտավոր տերորիստի գործը հասել է Բաքվի դատարան։ Օկուպացված Ստեփանակերտում 2025 թվականի սեպտեմբերին իբր ահաբեկության փորձ կատարելու համար ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործը Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ուղարկել է դատարան։ Ստեփանակերտում անտեր ու անտուն մնացած կատուներին պայուսակներով կերտանող Կարեն Ավանեսյանին Ադրբեջանը որպես տերորիստ է ներկայացնում։ 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում տեղի ունեցող միջոցառման վայր, հետո իբր կրակել է մոտեցող ոստիկանների վրա, ապա նետել ձեռքի 3 նռնակ։ Պատասխան կրակի պատճառով նա վնասվածք է ստացել։ Օկուպացված Քարվաճառում հրդեհ է բռնկվել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջումը բարդանում է քամոտ եղանակով եւ տեղանքի բարդ ռելիեֆով պայմանավորված, դեռևս շարունակում են կրակի դեմ պայքարի միջոցառումները։ Օկուպացված Արցախում հրդեհներ էր բռնկվել նաեւ ամռանը։ Փորձագիտական դաշտը այդ ամենում տեսնում էր դիտավորություն։ Այնինչ Բաքուն չի կարողանում իր ձեռքով ոչնչացնել, թույլ է տալիս, որ կրակը մոխրացնի ու վերացնի։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն էր անդրադարձել թեմային ու զրուցել փորձագետների հետ։ Դիտենք ռեպորտաժը։ Այնինչ թշնամուն չի հաջողվել ավիրել, առանց խնայելու խժռում է կրակը։ Արցախում արդեն 1 շաբաթից ավելի անտառային հրդեհները չեն նահանջում։ Կրակը հասել է հայկական պատմամշակութային կոթողներին, մասնավորապես Ամարասվանական համալիրին, Տիգրանակերտին եւ Թալիշում գտնվող այլ կառույցների։ 100-ից ավելի հայկական պատմամշակութային կոթող վտանգի տակ է։ Ես գտնում եմ, որ դա կազմակերպված վառել են դա,
այդ հրդեհվել է կազմակերպած, որտեղ դա բռնկվել է ոչ թե 1-2 հատվածում պատահական, ասենք ինչ որ կարող է պատահական եղանակային պայմաններից լինի կամ ինչ որ այլ պատճառներով, այլ համատարած ձևով դա սկսվում ամբողջ Ղարաբաղի, Ղարաբաղի աստորեն ինքնավար մարզի հադույթի Ֆյուզուլի այդ շրջաններից սկսած մինչև Մարտակերտ այդ ամբողջ տարածքը եւ այդ ամբողջ երկայնքով այդ հրդեհները գնում են։ 3 ադրբեջանցի է ձերբակալվել անտառները հրդեհելու մեղադրանքով։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն է հայտարարել, որ նրանք հայտնաբերվել են Քաշաթաղի անտառներում, որտեղից էլ սկսվել է հրդեհը։ Դիտավորություն է, թե պատահականություն չի ցանկանում հստակ պնդումներ անել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։ Մեկ բան է հստակ շեշտում՝ պատասխանատուն Ադրբեջանն է։ Անկախ նրանից Ադրբեջանի ցանկությունները ինչ էին, Ադրբեջանի Հանրապետությունը ամբողջական լիարժեք պատասխանատվություն է կրում իր վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում ամեն մի իրադարձության, որը տեղի է ունենում, այդ թվում նաև հրդեհների հետևանքով հասցված վնասների եւ վնասները վերականգնելու համար։ Արցախի ռելիեֆին անսովոր ադրբեջանցին չի կարողանում հասնել հայկական անտառներին կրակը մարելու համար։ Համենայն դեպս Բաքվից հայտարարում են, թե անտառների դիրքերը դժվար հասանելի են։ Շահվերդյանն ասում է, առաջին անգամ չեն Արցախի անտառները նման կրակներ տեսնում, բայց Արցախի հայկական լինելու տարիներին այն արագ մարվում էր ու չէր ունենում այսքան մեծ տարածում։ Նույն տեսակի հրդեհներ անընդհատ բռնկվում էին Արցախի Հանրապետությունում միշտ եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինները շատ օպերատիվորեն ու շատ արդյունավետ մարում էին այդ բոլոր բռնկումները եւ երբեք մենք չենք ունեցել Արցախի տարածքում այդ ծավալի ու այդ երկարատևության հրդեհներ։ Կրակը կուլ է տալիս Ակնայի, Մարտունու, Իվանյանի, Վարանդայի եւ Մարտակերտի անտառները։ Ըստ ՆԱՍԱ-ի հրդեհը բռնկվել է եւ տարածվում է Արցախի արևելյան սահմանի երկայնքով։ Այն հուշարձանները, որոնք գտնվում են անտառների մեջ, եկեղեցիներ կան, վանքեր կան եւ այլ խոր անտառների մեջ, որոնք պահպանված չեն բնականից եւ այլն, նրանք կարող է վնասներ կրեն, բայց չեմ կարող ասել այս պահին, թե ինչ հուշարձաններ կարող են վնասված լինել։ Ադրբեջանը միջազգային կոնվենցիաներով պարտավորվում է պահպանել պատմամշակութային ժառանգությունները, ուստի եթե պարզվի, որ հրդեհը դիտավորություն է, ապա Բաքուն պիտի կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում են զրուցակիցներս ու հիշեցնում, որ վնասները վերականգնելու պարտավորությունը եւս Բաքվինն է։ Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ Կրեմլը նախօրոք կհայտարարի հանդիպման օրը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը չի առաջարկել Ուկրաինայի վերաբերյալ պայմանագրի նախագիծը։ Կազմվել են միայն մի քանի կետեր։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները առաջարկները կարող են լինել ապագա պայմանավորվածությունների հիմքում, սակայն վերջնական տարբերակ դեռ չկա, քանի որ որոշ կետեր սկզբունքային բնույթ են կրում Ռուսաստանի համար։ Իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Նա նաև հայտարարել է, որ ծառայել է Ուկրաինային եւ չի ցանկանում խնդիրներ ստեղծել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար։ Նախորդային կոռուպցիայի գործի շրջանակում Երմակի տանը խուզարկություններ էին անցկացվել, որոնց ավարտից հետո Երմակը հրաժարական էր ներկայացրել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահը պատերազմ է հայտարարել միգրանտներին։ Թրամփը հայտարարել է, որ ընդմիշտ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթը։ Ես ընդմիշտ կդադարեցնեմ երրորդ աշխարհի երկրներից ներգաղթը, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի։ Կչեղարկեմ Բայդենի տված անօրինական մուտքի միլիոնավոր թույլտվությունները։ Կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները։ Կչեղարկեմ ներքին կարգը խաթարող միգրանտների քաղաքացիությունը, հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը։
Վաշինգտոնը շատ շուտով ցամաքային ճանապարհով կսկսի Վենեսուելայից թմրանյութերի ներմուծման դեմ պայքարը։ Դուք հավանաբար նկատել եք, որ նրանք այլևս չեն փորձում թմրանյութեր տեղափոխել ծովով, եւ շուտով մենք կսկսենք կտրել նրանց ճանապարհը ցամաքային ճանապարհով, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է Կարիբյան ծովում թմրանյութեր տեղափոխող նավերի ոչնչացման մասին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականից հետո հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Ես գնում եմ ռազմաճակատ եւ պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ, ասել է նա, հավելելով, որ ինքը ծառայել է Ուկրաինային եւ չի ցանկանում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար։ Նախորդին կոռուպցիայի գործի շրջանակում Երմակի տանը խուզարկություններ էին անցկացվել, որոնց ավարտից հետո նա հրաժարական էր ներկայացրել։ Մինչ հրաժարականը միջազգային մամուլին տված հարցազրույցում Երմակն ասել էր, որ քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։ Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ, քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի սահմանադրությանը եւ ուկրաինացի ժողովրդին, հայտարարել էր նա։ Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուց Մոշտեանուն հրաժարական է տվել իր կրթության շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Մոշտեանուի ռեզյումեում նշված է եղել, որ նա ավարտել է Աթենեում համալսարանը։ Բուհի վարչակազմը սակայն հայտնել է, որ նա երբեք այնտեղ չի սովորել։ Ավելի ուշ պարզվել է, որ նա սովորել է Բիոտերա համալսարանում։ Պաշտոնյան պնդել է, որ համացանցից ներբեռնել է ռեզյումեի ձևաթուղթ, որտեղ լրելի այլ ռեժիմով ընտրվել էր Աթենեում անունը, իսկ նա մոռացել էր այն փոխել։ Ավստրիայի լեռներում մեծ ձնահյուսը հետապնդել է դահուկորդների խմբին։ Ձյան թակարդում է մնացել 9 մարդ, հաջողվել է փրկել բոլորին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ից 3-ը աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թարֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC լուրերի գլխավոր թողարկումը, կհանդիպենք։